Սիրիայի և Իրանի հայկական համայնքներն անորոշ ու անհանգիստ են պայթյունների, կրակոցների կենտրոնում։ Իրանի հայկական համայնքից մեկ զոհ կա, նա միացել էր զանգվածային ցույցերին, Արամ Շահնազարյանի խոսքով այլ տուժածներ չկան։ Հայ համայնքի հետ կապված նորմալ վիճակում են, որևէ տենց սպառնալիք չկա, արդեն համայնքի անվտանգությունը ընդհանուր առմամբ որևէ բան չի սպառնում։ Թասնիմի փոխանցմամբ էլ շաբաթ գիշերվանից սկսած մի քանի մարզկենտրոններից բացի երկրի մյուս նահանգներում եւ քաղաքներում իրավիճակը եղել է հանգիստ ու առանց լարվածության, մինչդեռ մամուլում շրջանառվող տեղեկությունները հակառակի մասին են պատմում։ Իսկ ինչ վիճակ է հայ համայնքում այսօր, ինչ որոշում ունեն հայերը, շարունակելու են մնալ Իրանում, թե տեղահանության կարիք ունեն։ Հարցերի պատասխանը չունի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու։ Մեր հարցին հեռախոսակապ չհաստատելու դեպքում հնարավոր է հանձնախումբ ուղարկել տեղում վիճակին ծանոթանալու, Սինանյանն ասաց, կարիք չեն տեսնում անվտանգային ռիսկերը հաշվի առնելով։ Իսկ փոխվել է Իրանից Հայաստան մարդկանց հոսքը, այս հարցին եւս Սինանյանը չուներ պատասխան։ Այդ շարժը միշտ կա, բայց թե ինչ ծավալների են, ես ճիշտ ասած չգիտեմ այս բանին, մեզ եթե մինչև երեկո այդ նույն հարցը տակ պատասխանենք ավելի կոնկրետ։ Մայր գաղութներից մեկում Սիրիայում եւս անհանգիստ են հայերը։ Որոշակի քանդումներ, թուրբադուհանաբագիներու փշրում, նմանագիծ ավերներ, բայց փառքաստիծով որ մարդկային վնասներ չարցնակրվեցավ, ոչ զոհեր, ոչ վիրավորներ։ Սիրիայում հայկական թաղամասերի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներն են զինվորական գոտիներ դարձել։ Ամենափոքր բախումն էլ ազդեցություն է ունենում հայերի վրա։ Մարիա Գաբրիելյանի խոսքով, վերջին շրջանում հայերի բնակարաններ, մեքենաներ են վնասվել։ Ինչ որոշում ունի Հայաստանը սիրիահայերի համար։ Զարե Սինանյանն է անդրադառնում։ Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն մարդիկ արդեն սովորել են։ Ես ցավով եմ դա ասում, որովհետև իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Իրանի եւ Սիրիայի հայ համայնքներից ինչ տեղեկություն ունի արտգործնախարարությունը։ Կարողացել են կապ հաստատել հատկապես իրանահայերի հետ։ Հարցին ի պատասխան արտգործնախարարի խոսնակն ասել է. Իրանի մասով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին տվյալներ այս պահին չկան։ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այս պահին հասանելի են շուրջօրյա բջջային հեռախոսահամարները։ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ հաշվի առնելով, որ սիրիահայերի դիմումները հիմնականում առնչվում են հյուպատոսական ծառայություններին, հունվարի 13-ից քաղաքացիներին սպասարկելու են նաև հյուպատոսության քաղաքային հեռախոսահամարները, որոնք հրապարակված են սոցիալական հարթակներում։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։